Գալով քվեարկության օրվան, բարձր դատարանին ներկայացրել են, կարծես նաև դրա վերաբերյալ ընթացք էլ տրվել է, որ ունենք այնպիսի մի իրավիճակ, որ շուրջ 17,000 քվեարկությունները իրականացվում են գաղտնի ռեժիմով։ 21 թվականի հետ համեմատության մեջ այս թիվը էապես աճել է։ Ունենք շուրջ 80,000 այսպես կոչված չաշխատող անձնագրեր։ Լավ, այդ չաշխատող անձնագրերը լինեին 100-ը, լինեին 1000-ը, լավ լինեին 2000-ը, բայց ինչի են 80,000։ Այս հարցը իսկապես առաջ է գալիս, կամ այդ գաղտնի ցուցակների նկատմամբ վերահսկողությունը ինչպես պետք է իրականացվի։ Մենք ոնց պետք է խոսանք այս ընտրությունների սահմանադրականության մասին, երբ արդեն նման խնդիրները գոյություն ունեն։ Իդեպ ինչի գոյություն ունեն։ Կարող էին չէ այդ խնդիրները լուծված լինել, բայց չեն լուծվել։ Ես հուսով եմ իհարկե մենք որոշակի ռեժիմով կկարողանանք նաև քննարկել ընդհանրապես այդ գաղտնի ցուցակների հանգամանքը եւ արդյոք այդտեղ ներառված մարդկանց կրկնա քվեարկության բացառման իրական մեխանիզմներ կան թե ոչ։ Բարձր դատարան անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 16210-ը։ Ես կատարում եմ պնդում, այս ամենը բացառապես ապրիլի 7-ին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության հետևանքն է։ Չկատարվեր այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունը, չէր լինի այս հետևանքը։ Թիվը առավել քան խոսում է, որովհետև մենք այս դատաքննության ընթացքում պարզելու ենք, որ նույնիսկ 100 ձայնը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ։ Եվ այդ տեսանկյունից իհարկե չենք կարող չընդգծել նույն քվեարկության օրը մի քանի հանգամանքներ, որոնք տեղի ունեցել։ Ես վստահ եմ բարձր դատարանը տեղեկացված է, որ գաղտնիության ռեժիմը քվեարկության առաջնային կարևորություն ունի, որ անձի, ընտրողի կամքի արտահայտմանը միջամտություն չլինի, բայց կան դեպքեր, որ ծրարը համապատասխան թափանցող է եղել։ Լավ, ոնց է տենց լինում։ Այսինքն ոնց կարող էր ընտրվել մի իրավիճակ, որ ծրարը լինի թափանցող։ Կամ ոնց կարող է լինել իրավիճակ, որ լինեն ընտրական տեղամասեր, որոնք չնայած ընտրական օրենսգրքի կարգավորմանը, որ պետք է տեսաձայնագրառվեն, չունենան տեսանկարանող սարք, ընդհանրապես չունենան։ Այսինքն օրինակ, եթե որևէ մեկը ցանկանար հետևեր, ինչ է կատարվում այդ ընտրական տեղամասում, չունենա այդ հնարավորությունը։ Կամ լինեն ընտրական տեղամասեր, որտեղ վստահված անձ ընդհանրապես չլինի, եւ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար մտահոգության առիթ չլինի։ Բարձր դատարան մտահոգության առիթների հետ կապված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ընտրությունների ժամանակ իրացրեց մի լիազորություն, որը գտնում ենք, որ իրենք չունեն, բայց իրացրել են։ Երկու ասպեկտով էլ դիտարկենք հարցը։ Ասպեկտ առաջին. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշում է, որ 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասերում տեղի ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որ այդ տեղամասերի արդյունքները անվավեր են։ Իդեպ խոսքը վերաբերում է պոտենցիալ կշռով 2500-ից ավելի հնարավոր ընտրողներին վերաբերող ընտրական տեղամասին։ Իսկ ինչի է միայն այս ընտրական տեղամասերի վերաբերյալ սեփական նախաձեռնությամբ ԿԸՀ-ն նման որոշում կայացնի։ Օրինակ հարց կառաջանա, չէ, վստահ եմ բարձր դատարանի մոտ, իսկ այլ ընտրական տեղամասերի վերաբերյալ սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթներ հարուցվել են, թե ոչ, թե միայն այս երկու ընտրատեղամասներ։ Ես օրինակ եւս մի երկու ընտրատեղամաս հիմա նշեմ, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոց չի ձեռնարկել։ Օրինակ 36 կոտորակ 6 եւ 36 կոտորակ 11։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բարձր դատարան
գտել է, որ այս ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամներին պետք է ընդհանրապես որակավորման վկայականներից զրկել։ Բայց ինչ է եղել այնտեղ, որ նման դիրքորոշում է հայտնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, չգիտենք։ Բայց ստացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 36-ի վերաբերյալ գտնում է, որ այնտեղ հանձնաժողովի անդամների վկայականները պատշաճ չեն, բայց ընտրախախտում չի եղել, որ էական ազդեցություն ունենա արդյունքների վրա։ Ասպեկտ երկրորդ, բարձր դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է երաշխավորի, որ ընտրությունները կազմակերպվեն այնպես, որ չլինեն այնպիսի խախտումներ, որոնք տեղի են ունեցել 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրական տեղամասերում և 2500-ից ավելի ընտրողի ձայն ընդհանրապես վերածվի անճշտության։ Բայց տենց են կազմակերպել։ Իդեպ, մեր կողմից մի շարք այլ ընտրական տեղամասերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների ուսումնասիրման պայմաններում գործողություններ ձեռնարկվել են։ Մենք օրինակ դիմել էինք վարչական դատարան։ Վարչական դատարան դիմել էինք սահմանված ժամկետում։ Վարչական դատարանի 3 դատավորներ միատեսակ հիմնավորումներով վերադարձրել են նշված հայցերը։ Այնուհետև կրկին ներկայացնելու պայմաններում նույն պատճառաբանությամբ մերժել են վարույթ ընդունելը, քանի որ սահմանված ժամկետը իբրև լրացել է։ Այսինքն այն կանոնը, որ վերադարձնելու որոշման պայմաններում կրկին այն ներկայացնելը ենթադրում է այդ նույն ժամանակահատվածում, երբ ներկայացվել էր ի սկզբանե վարույթ ընդունվելը, հերքվել է վարչական դատարանի կողմից։ Ինչևէ, բարձր դատարանը իհարկե չի հանդիսանում վարչական դատարանի վերադաս մարմինը, բայց բարձր դատարանը կաշկանդված չէ վարչական դատարանի դատողություններով և նաև դրանց վերաբերյալ գնահատական կարող է տալ։ Բայց էականը ամենապատվար բարձր դատարան նրանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արել է աննախադեպը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կաշկանդված լինելով ընտրական օրենսգրքով, որոշել է, որ այլևս կաշկանդված չէ ընտրական օրենսգրքով, այլ կաշկանդված է յուրովի մեկնաբանություններով։ Օրինակ հետաքրքիր էր, որ սահմանադրական դատարանը արտահայտեց դիրքորոշում, որ սահմանափակված է սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Բայց չէ, որ կարող էիք նաև որդեգրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումը և արձանագրել, որ դուք դրանով կաշկանդված չեք, որ դուք կարող եք դրա մեկնաբանման մի նոր մեխանիզմ մշակել։ Օրինակ, վարչական դատարանի դատական ակտի պայմաններում և ընտրական օրենսգրքի ուղիղ կարգավորման պայմաններում կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտավ, որ վերաքվեարկության անհրաժեշտություն առկա չէ։ Այս երկու ընտրական տեղամասերը պայմանականորեն ընդգծում են։ Հետագայում տարածեց պարզաբանում, որ այդ անհրաժեշտությունը չկա, որովհետև եթե դա լինի, դա կվերածվի տակտիկական քվեարկության։ Ինչի կա ընտրական օրենսգիրք, այսինքն երբ կարելի է կենտրոնական ընտրական հանձնաժողովի պես ամենը մեկնաբանել։ Ստացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի կողմից յուրովի մեկնաբանեց ընտրական օրենսգիրքը, ստանձնելով լիազորություն անվավեր ճանաչելու ընտրական տեղամասի արդյունքները, բայց չսահմանափակվեց դրանով, այնուհետև շարունակեց և որոշեց, որ վերաքվեարկություն էլ անելու անհրաժեշտություն չկա, որտև իրենք այդպես են գտնում, որտև անելու դեպքում դա կլինի տակտիկական քվեարկություն։ Բարձր դատարան այս ընտրությունները թե սկզբնական փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե քվեարկության օրը, թե դրան հաջորդող ժամանակահատվածում իսկապես տարբերվում են, որովհետև այս ողջ շղթայի մեջ մի բան միշտ տեղի ունեցել է։ Դա ընտրախախտումն է, դա հիմնարար ընտրախախտումներն են, դա հավասարությունը և օրինականությունը խաթարող ընտրախախտումներն են։ Սա ազատ միջավայրում տեղի չունեցած ընտրություններ են։
Որովհետև բարձր դատարան, երբ մենք հնարավորություն կունենանք քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեին, դատախազությանը հարցեր ուղղելու, մենք պարզելու ենք, որ նույնիսկ քվեարկության օրը ընտրական տեղամասից վստահված անձ գալիս ձերբակալում են, որ ժամեր անց ազատ արձակվի։ Իսկ դրա հետևանքը ո՞րն է։ Անգլերեն ասում են chilling effect, սառեցնող էֆեկտը։ Ընտրությանը նախորդող օրերի ընթացքում համատարած տեղի են ունեցել ձերբակալություններ եւ կալանքի միջնորդություններ։ Դրանց մի մասը մերժվել է բարձր դատարան, բայց հետևանքները մնացել են։ Հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում խափաման միջոցներ մերժվել են, բայց հետևանքները մնացել են, ազդեցությունը մնացել է։ Այսինքն մենք ունենք խնդիրների համակցություն բարձր դատարանում, որոնք իրենց սուբստանտիվ բնույթի տեսանկյունից իսկապես այնպիսինն են, որ կարելի է արձանագրել, որ այս ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը սահմանադրականության խնդիր ունի։ Իդեպ, մենք մեր դիմումում նաև հիմնավորել ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ անկախության դեֆիցիտ է ունեցել։ Պարոն Նորբելյանը, երբ միջնորդություն էր ներկայացնում սահմանադրական դատարանի կազմի կողմից, այսպես ասած, մասնակցության անհնարինության կառուցակարգ չունենալու մեխանիզմի, այսինքն, որ միշտ կազմը լիարժեք մասնակցի, այնպես է ստացվել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի բացարկ ներկայացնելու մեխանիզմ չկա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը կամ հենց ինքը պետք է չմասնակցի նիստի, կամ վերջ։ Հիմա արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով համանման կարգավիճակում է եղել, ինչ պարոն Վարդանյանը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պարոն Վարդանյանի դեպքում օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից խնդիր կա եւ արձանագրել է մասնակցության անհնարինություն։ Պարոն Հովակիմյանի դեպքում մենք այդ հնարավորությունը չենք ունեցել։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որը սույն գործով ներգրաված երրորդ անձի հիմնադիրներից է այդ կուսակցության, կարող էր լինել անաչառ եւ անկախ։ Իսկ բարձր դատարանը օրինակ գնահատելու է, որ միգուցե նույն վերաքվեարկության հանգամանքի շուրջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունեցել է հենց այդպիսի դիրքորոշում, որովհետև վերաքվեարկություն չանելու արդյունքում մենք ունենում ենք հերթական իրավիճակը, երբ քաղաքական ուժերից մեկը ունենում է ազգային ժողովում 3/5 մանդատների։ Կարող է դա որպես գործոն ազդեցություն ունեցել է, ոչ թե կարող է դա ակնհայտ է։ Հակառակ դեպքում ստացվում է այլ մի նպատակ, որը երևի թե զերծ մնանք մեկնաբանելուց։ Բարձր դատարան։ Ընտրությունները այո պետք է լինեն հավասար եւ ազատ։ Ընտրությունների հավասարությունը եւ ազատությունը երաշխավորված է լինում, երբ վարչական ռեսուրս չի չարաշահվում, երբ ատելության խոսք չի տարածվում, երբ քրեաիրավական եւ քրեադատավարական կառուցակարգերը որպես զենք քաղաքական հակառակորդների դեմ չեն օգտագործվում։